բնակարանային հարցը, հարցնում եմ։ Դուք լուծել եք մարդկանց զբաղվածության հարցը, ձեր ֆեյք ծրագրերը կարիքահեն չեն։ Արցախյան ՀԿ-ները եւ ոչ միայն արցախցիների իրավունքների հարցով զբաղվող բազմաթիվ անհատներ եւ կազմակերպություններ առաջարկություններ են ներկայացում կառավարություն, որտեղ է մնում դրանք։ Հայտարարում են, որ նախ եւ առաջ բռնի տեղահանվածների հետ են քննարկում հարցերը։ Հետո տեսնում ենք համացանցում հայտնված նկարներ, որտեղ չգիտես ինչու ոչ մի արցախցու չենք ճանաչում։ Որն է պատճառը։ Գնում եք ինչ-որ պատահական մարդկանց հավաքում բերում եւ ներկայացնում, որ բռնի տեղահանվածների հետ հարցեր եք քննարկում։ Ես չեմ հավատում, որ որևէ արցախցի ներկայացել է եւ ասել է, որ շատ լավ միտք է, դադարեցրեք 40+10, թող ընկնենք փողոցները եւ մնանք դրսերում։ Դուք ընդհանրապես մտածում եք մեր 55 եւ բարձր տարիքի ծնողների մասին, ովքեր աշխատաշուկայում մրցունակ չեն, ինչ պետք է անեն այս մարդիկ։ Կա արդյոք այս հարցերի պատասխանը։ Երբ որ ազգային ժողովի ամբիոնից հայտարարում եք, որ կրճատում եք, որ գնան եւ աշխատեն, արդյոք կարծում եք, որ հնարավոր է ընդամենը 50,000 ստանալով վճարել եւ բնակված եւ ապահովել ընտանիքի նորմալ կենսապայմանները։ Եկեք մենք գանք ձեր ապարտամենտներում ձեր աշխատավարձերով ապրենք, դուք ստացեք 40+10 եւ տեսնեք, թե ինչպես եք արժանապատիվ գոյատևում։ Եղեք օրինակ։ Արցախցի մայրը տանում էին երեխային մանկապարտեզ, չեն ընդունում։ Ասում են առաջնահերթություն ունեք, եւ երբ որ մայրը նշում է, որ Արցախից բռնի տեղահանված է, ասում են դա առաջնահերթություն չէ։ Հեշտ է, չէ՞ մի կողմից ասել արցախցին չի ուզում ինտեգրվել, մյուս կողմից ամեն ինչ անել, որպեսզի չկարողանա ինտեգրվել։ Ինչպես աշխատի մայրը, երբ դուք նրան դա թույլ չեք տալիս, եւ ձեզ համար բռնի տեղահանությունը առաջնահերթություն չէ։ Ի՞նչն է ձեզ համար առաջնահերթություն, հարցնում եմ։ Մենք ուզում ենք ապրել մեր մեծ հայրենիքում։ Մեզ ոչ մեկ իրավունք չունի զրկել դրանից։ Առանց այն էլ 40+10-ի պայմաններում շատ մարդիկ ստիպված էին հեռանալ։ Հիմա առավել եւս դա ակտուալ է։ Չենք թողնելու, որպեսզի դուք ձեր կեղտոտ ձևերով մարդկանց փորձեք խաբել, որ արցախցին չի աշխատում։ Արցախցին աշխատում է, պարզապես ձեզ նման մեծ աշխատավարձեր չի ստանում։ Շատ հաճախ ստիպված է մի քանի տեղ աշխատել, որպեսզի կարողանա տարրական ընտանիքի կարիքները հոգալ։